ոչ միայն էրեկցիայի, այլ ընդհանրապես ցանկացած սեռական խնդիրների պարագայում ամենակարևորը ժամանակին դիմելն է մասնագետի։ Ամենաբարդ խնդիրը, որի հետ մենք առնչվում ենք այս մասնագիտության շրջանակներում, դա բարձի թողի վիճակում գտնված սեռական խանգարումների լուծումն է, որովհետև բարդությունը առաջանում է այն պահից սկսած, երբ խնդիրը ձեր օրգանական դաշտից տեղափոխվում է հոգեբանական ոլորտ։ Ես գիտեմ, որ ես շատ եմ շեշտադրում անում եւ իմ ուղիղ եթերների եւ վիդեոների ժամանակ հոգեբանական ֆակտորի վրա, բայց տարիները դա են հուշում, տարիների փորձը, պրակտիկ աշխատանքը հուշում է, որ հոգեբանական ֆակտորները էրեկցիայի խանգարման պարագայում ունեն առանցքային դերակատարում։ Եվ շատ հաճախ մենք հետազոտությունների արդյունքում ինչ ենք տեսնում եմ ես բոլորովին առողջ տղամարդ, օրգանական առումով հորմոնները շատ լավ են, անոթները շատ լավ են, դուպլեքս հետ ամեն ինչ շատ նորմալ է, բայց մարդը ունի արտահայտված էրեկցիայի խանգարում։ Սա ավելի քան խոսում է նրա մասին, որ խնդիրը հոգեբանական բնույթ է կրում։ Հոգեբանական բնույթի խնդիրների դեպքում մոտեցումը լինում է ավելի ուրիշ, քան օրգանական խնդիրների ժամանակ։ Մոտեցումս ուրիշ է, նախադասությունը վերաբերվում է եւ իմ ձևակերպված խոսքին, եւ իմ տված խորհրդին, եւ բնականաբար նշանակված բուժումին, որովհետեւ երբ որ չկա օրգանական խնդիր, բայց մենք փորձում ենք այդ բորբոքումը բուժել, հայտնաբերել, նորից բուժել, հայտնաբերել, մարդն անընդհատ անալիզ է տալիս, պարզվում է իր բորբոքումը չի անցել, ուրեմն ինքը քիչ է ուներ հոգեբանական ֆակտորով պայմանավորված էրեկցիայի խնդիր, մենք այդ ամեն ինչին ավելացնում ենք նաև իր անվերջանալի կրկնվող բորբոքումը։ Այո, սա դառնում է անվերջանալի կրկնվող օղակ։ Մարդը կարող խելագարության հասնի այն մտքից, որ ինքը 3 ամիս բուժվում է բորբոքումների կապակցությամբ, տենց էլ իր բորբոքումը չի անցնում։ Պետք չի այդպես։